Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Եվրոմեդիայի տաղավարում այսօր հյուրընկալել ենք ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Պարոն Դանիելյան, շնորհակալ եմ, որ չնայած զբաղվածությանը կարողացաք հյուրընկալել։ Պարոն Դանիելյան, երեկ մեծ թվով բազմություններ հավաքված Մայրաթոռում, ի աջակցություն եկեղեցու եւ կաթողիկոսը իր ուղերձում արդեն հստակեցրեց դիրքորոշումը իշխանությունների ես հայտարարությունների վերաբերյալ մի քանի մեջբերում կաթողիկոսի խոսքից ասում է իշխանությունների սանձազերծած հակաեկեղեցական արշավը լրջագույն սպառնալիք է ազգային միաբանությանը, երկրի ներքին կայունությունն ու ուղիղ հարված հայոց պետականության, ինչպես միշտ հստակ դիրքորոշում, որ այս հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցուն եւ լռեցնել եկեղեցու ձայնը։ Նախ փոքր անդրադառնանք կաթողիկոսի այս հստակեցումներին ու քանի որ շատ են օրինակ եկեղեցուն մեղադրում, թե ընդդիմությունը, թե նաև հանրությունը, որ հստակ արձագանք չի տալիս Նիկոլ Փաշինյանի ու իշխանությունների այս ոչ ընդունելի հայտարարություններին, արդյոք սա կարող ենք բավարար արձագանք համարել այս տեղի ունեցող հակաեկեղեցական արշավին, կաթողիկոսի երեկվա ելույթը։ Նախ ուզում եմ երեկվա տոնի կապակցությամբ շնորհավորել մեր բոլոր հավատացյալ մեր հայրենակիցներին։ Երեք շատ կարևոր օր էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների համար եւ մենք էլ այնտեղ էինք, էջմիածնում էինք ի սատարումը նաեւ եկեղեցու եւ Սրբազանի հետ միասին մենք գտնվել ենք այնտեղ։ Ինչ վերաբերվում է կաթողիկոսի հայտարարություններին, ես ամբողջությամբ երկրորդում եմ իր մտքերը, կաթողիկոսը հստակ այն իր հայտարարություններով հստակ նշեց, որ թիրախավորվում է եկեղեցին, սա պիտի կարողանանք մենք մեր հայրենակիցներին ճիշտ տեղացնել։ Խնդիրը ոչ թե առանձին վերցրած ինչ-որ սրբազանների կամ հոգևոր հայրերի հետ է կապված, այլ եկեղեցու թիրախավորմամբ իրենց խոսույթը ամբողջությամբ դրա մասին է, այսինքն թիրախավորել ամբողջ եկեղեցին, սկսած իրենց այն հայտարարություններին, որ եկեղեցին վերենած է ճուլանների, հետո սկսում են արդեն իրենց մեկնաբանությունները եւ սա հստակ նորից եմ կրկնում գնահատական է եւ ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ ընդդիմությունը մեղադրում է կոնկրետ Մայրաթոռին մեղադրելու մենք որևէ բան չունենք, ընդհակառակը։ Նկատի չունեն պատգամավորները առհասարակ ընդդիմադիր դաշտ ասած գործիչները ունեն։ Ասում են, որ պետք է հստակ արձագանքել։ Մենք կարծում ենք, որ մենք հետեւյալն ենք ասում, որ տեսեք, հիմա եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունները եւ Ադրբեջանի կողմից ամեն օր կեղծիքներ, սուտ հերյուրանքներ է տարածվում եւ այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը, կրկնում եմ, Ադրբեջանի հետ միասին թիրախավորում է եկեղեցին։ Թիրախավորում է եկեղեցին նրա համար, որ կարծիք է արտահայտում, թիրախավորում է եկեղեցին նրա համար, որ իբր թե տարբեր կանոնագրական, ասենք, խախտումներ ա կատարում, այնինչ իրենք ամբողջությամբ ձախողել են Հայաստանի Հանրապետության եւ արտաքին եւ ներքին քաղաքականությունը։ Պարոն Դանիելյան, նաեւ անդրադառնանք ձեր հետ կապված միջադեպին օրեր առաջ ձեր մեքենային կոտրել ապակին, նախ քննություն արդյոք սկսվել է թե ոչ եւ ինչ կասկածներ ունեք, որտեղ են այս հետքերը տանում ըստ ձեզ։ Ես մտադրված էր սա քաղաքական նպատակ կա։ Քննությունը գնում է, ես այս պահին զերծ եմ մնում որևէ գնահատական տալուց, գործի ընթացքը ցույց կտա, թե որտեղ է գնում գործը, ինչ կամք ու վճռականություն ունեն այդ գործը բացահայտելու, բայց կարող եմ ես հետեւյալ ասել, այս ընթացքում իմ ընդդիմադիր գործունեության, հատկապես ազգային ժողով մտնելուց հետո արդեն շուրջ 3 տարի աշնանալանում է, որ ես ազգային ժողովի պատգամավոր եմ, այս ամբողջ ընթացքում տարբեր միջադեպեր են տեղի ունեցել
իմ հետ տարբեր ուղղորդումներով, տարբեր խմբերի կողմից, բայց այս ամբողջ այս շղթայում որևէ մի գործ չի բացահայտվել։ Հիշեցնեմ, որ ուղիղ 1 տարի առաջ նույն Կիրանցի հայտնի դեպքերի ժամանակ մեքենայով վրաերթի հետ կապված գործը, որը էլի տեղից չի շարժվում, երբ որ հայտնի Ուաս Մակնիշի մեքենան վրաերթի էր ենթարկում, երկրապահի նշանավրեն, դա բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, այդ գործով կա որևէ մի բան, չկա որևէ մի բան։ Հաջորդը պարբերաբար իմ մեքենան, մյուս մեքենան ջարդելու, այրելու փորձի հետ կապված մինչ այս պահը արդեն այդ մեքենայի հետ կապված 4-րդ ամիսն է անցել, էլի որևէ մի լուծում չկա։ Ինչ? Քննությունը շարունակվում է եւ որևէ մի ձևով, այսինքն մի հատ բառ միջև այսօրս 4 ամսվա ընթացքում գրեթե չեն ասել, թե ինչ փուլում է այդ գործը, ինչ որտեղ, այսինքն միայն այդ օրն է ուրեմն հարցաքննություն տեղի ունենալուց հետո իմ հետ դրանից հետո որևէ մի բան չի արվել։ Հետո էլի երջանիկ պատահականությամբ իմ մեքենայի արգելակները ուրեմն արգելակների հետ կապված խնդիր անում եւ երջանիկ պատահականությամբ կարողանում է մեքենայի կառավարումը։ Բայց ով բան Դանելյան։ Դրանից հետո էլի գողություններ, այս վերջի դեպքն էլ աննախադեպ մի բան էր տեղի ունեցել, երբ որ մեքենան տակնու վրա են արել, ջարդել էին, ապակիները ջարդել էին, մեքենան ջարդել էին, բավականին թանկարժեք իմ հեռախոսը մեքենայի ներսում ա եղել, այդ հեռախոսը տեղում է մնացել, բայց մեքենան ամբողջությամբ տակնու վրա են արել։ Այդ հենց տակնվում է միջադեպը եղել բան։ Ես գնահատականը թողնում եմ մեր հեռուստադիտողներին։ Սա ինչ է, այսքան այս ամբողջ այս շղթան պատահականություն է։ Ձեր տան բակում էր միջադեպը եղել վերջին։ Ականատեսներ կան ձեր բակից կամ ընտանիքի անդամներ գուցե։ Չէ, այնտեղ գիտեք, որ կամ բաներ կան, տեսախցիկներ կան, տեսախցիկների, չգիտեմ, վերցանում արվել է, չի արվել, քննություն ան գնում, չգիտեմ, բայց ամենայն դեպս ես այս ամեն ինչը պատահական չեմ համարում։ Չի լինում այսքան պատահականություն եւ նորից եմ կրկնում, եթե այս անգամ էլ մեղավորները չպատժվեն եւ հստակ մարդիկ չկանեն դատարանի առջև, ես արդեն լիովին չնայած արդեն 90% ավել ես հասկանում եմ, որ իշխանությունները որևէ մի կերպ ցանկություն չունեն այս ամեն ինչը բացահայտելու, բայց ես իմ հետևություններն արդեն արել եմ։ Բայց կոնկրետ անձանց վերաբերյալ դուք կոնկրետ կասկածներ ունեք որևէ անձի ուղղությամբ։ Այն որ քաղաքական է, դա արդեն ձեր դիրքորոշումից հասկանալի է, բայց կան անձինք, ովքեր ձեր կասկածյալների թվում են։ Ես ինչ պիտի կա, ասենք, ինչ անեմ, ում կասկածեմ։ Ես ասում եմ, որ սա իմ համոզմամբ քաղաքական այս ամեն ինչ ինչ որ արվում է։ Սա պատահական չի։ Կոնկրետ մարդու ինչ ասեմ, որ համի ասեմ Նիկոլ Փաշինյանի վրա եմ կասկածում, գնալու են բան անեն, հարցակնեն Նիկոլ Փաշինյանին։ Կամ ինչ է դա տալու։ Ում ասեմ։ Ում ասեմ։ Եթե կա պետություն, պետության գլուխ կանգնած են մարդիկ, այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Իրենք են, չէ, ի վերջո իրավապահ համակարգը իրենց SMS-ներով մարդկանց հետապնդում է, իրենց SMS-ներով աշխատանքից ազատվում է, ում պետքա այդ մարդկանց վրա քրեական գործը հարուցելու հարուցվում է, ում մեքենաները պետքա որ տարվեն, տարվում են։ Չէ, ասենք արդեն մի քանի օր է Սամվել Կարապետյանի տան մոտից եւ Տաշիրի տարածաշրջանից մեքենաները գտնվում են հատուկ պահպանվող, իհարկե չեն վերադարձվել։ Մարդկանց ուրեմն մեքենայից հանել են, ուրեմն տարել հատուկ պահպանվող տարածք։ Բայց ինչ են պարզաբանում, ինչ են վերադարձնում։ Ոչ մի պարզաբանում չկա։ Ոչ մի պարզաբանում չկա։ Ասում եմ քննություն է գնում։ Նույն սրբազան պայքարի ժամանակ մի քանի տասնյակ մեքենաներ տարան հատուկ պահպանվող տարածք, 7 ամիս հետո այդ մեքենաները նոր մեր ճնշմամբ հետ վերադարձվեցին։ Որևէ մի մեքենայի հետ որևէ մի բան չկա։ Ով պատժվեց։ Ով պատժվեց, որ ապօրինի տարել պահվել են այդ մեքենաները։ Կամ ով է հիմա դրա պատասխանը տալու։ Իրավական պետություն ենք, իրավական պետության
մեջ տենց էլ վերաբերում սեփական քաղաքացիներին։ Մարդկա պատահական անցնելուց էլ աղը կամ մարդկա բերել կայանել ա, հետո ինչ։ Այսինքն այսքան ճղճիմ, այսքան ստոր կարելի է գտնվել։ Եվ ես պիտի ակնկալեմ այսքանից հետո, որ օբյեկտիվ քննություն կգնա եւ մեղավորները կպատժվեն։ Միջև հիմա մի մեղավոր պատժվել է, 7 անգամ մեքենան թալանել են, մի 4 անգամ էլ ջարդել են։ Բա ուրիշ ինչ ճանապարհ եք տեսնում, եթե իրավականից հույս չունեք, ուրիշ ինչ ճանապարհ եք տեսնում։ Պիտի մենք երևի անձնական նախաձեռնությամբ փորձենք բարձենք ով է, բայց չէ որ պետական լծակներին իրավապահ համակարգն է տիրապետում, իշխանություններն են տիրապետում, իրենք դոստուպ ունեն այդ տեսախցիկներին, մարդկանց քննելու հնարավորություն իրենք ունեն, չէ վերջը իրենք ունեն, չէ ես պետություն եմ, ես այդ լծակները ունեմ, այդ լծակների մի քանի տոկոսն էլ ունենայի, հաստատ կպարզեի, բայց չունեմ այդ լծակները, այդ հնարավորությունները չունեմ։ Պարոն Դանիելյան, օրեր առաջ նաև Երևանում այսպես մի հատ խառնաշփոթ էր Նիկոլ Փաշինյանի Թուրքիայից ընթացքում խոզարկություններ ընդդիմադիրների դաշնակցության գրասենյակում, այդ թվում կային ձերբակալվածներ։ Նախ այդ ամենը պատճառը ո՞րն էր այդ մեծ իրարանցման, ում էր պետք է այսպես ասած շոուն, եւ ինչ տեղեկություններ կան ձերբակալվածներից, արդյոք ազատ են արձակվել թե ոչ։ Ձերբակալվածները ազատ են արձակվել, շոու են արել մարդկանց տներից, աշխատասենյակներից, գրասենյակներից հանել, ինչ։ 3 ձերբակալված կար, եթե ճիշտ եմ հիշում, կոնկրետ դաշնակցությունից։ Չէ, ավելի շատ են, մոտ 100-ին հասնող մեր եւ Սրբազան պայքարի եւ դաշնակցության ակտիվի եւ ղեկավար կազմի մարդկանց տարել են բաժանմունքներ, որովհետեւ բացատրություն չեն տվել, ասել են, որ ինչ որ իրենք տեղեկություններ ունեն, որ պատրաստվում ենք փողոց դուրս գալու, այսինքն եթե անգամ տեղեկություն ունեն, որ մենք փողոց պիտի դուրս գանք, ինչ է սա նշանակում։ Որևէ մեկի վրա ինչ որ հակաօրինական արարքի համար գործ կա հարուցված, ինչ որ մի բան արել են այս մարդիկ, որ իրենց տարել է ոստիկանական բաժանմունքներ։ Այդ ինչ է նշանակում։ Ինչ է նշանակում ամեն անգամ մարդկանց ճիշտ է, այս վերջի դեպքը ավելի մասսայական էր, բայց ամեն անգամ էլ մարդկանց ոստիկանություն, ԱԱՑ, քննչական, այս ինչ ռեպրեսիան է, 37 թիվը չի։ 37 թիվը չի։ Այդ բանի այն թվերը չեն, որ բոլշևիզմի ժամանակահատվածն է եկել արդեն Հայաստան, երբ որ մի հատ, չգիտեմ, դանոսով կամ մի հատ մեկի բանով կարող են մարդկանց տանել եւ անազատության մեջ պահել։ Եւ այս առումով սա տիպիկ բռնապետական ռեժիմին բնորոշ վարքագիծ է։ Ուրիշ անուն տալ չեմ կարող։ Ասում եմ, այդքան տասնյակ մարդկանց տարել են ոստիկանական բաժանմունքներ, մի հատ փաստ, մի հատ բան չկա, որ այս մարդիկ օրենք են խախտել կամ այս մարդիկ ինչ որ մի կերպ հակաօրինական մի արարք են կատարել։ Ձեր գործընկերներ շատերը այդ ամենը օրինակ պայմանավորում էին Թուրքիա այդ այցի հետ կապված, բայց ինչպես տեսանք որևէ կապ կարծես թե չկար, քանի որ եթե անգամ կա այդ կապը։ Այսինքն գնացել է մենք էլ որպես քաղաքական ուժ, մենք էլ որպես ընդդիմադիր ուժ ամեն վարքյաներ պատրաստ ենք փողոց դուրս գալու եւ նաեւ հակազդեցություն ցույց տալու։ Իրավունքը չունենք, որ մի օրենքի կետ կա, որ մեզ թույլ չի տալիս, որ մենք բոլոր օրինական ճանապարհներով մեր բողոքի ձայնը բարձրացնենք։ Իրավունք չունենք բարձրացնենք։ Իրավունք չունենք օրինակ հանրահավաքներ անել, օրինակ իրավունք չունենք մենք օրինակ խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնել։ Ունենք այդ իրավունքը, թե չունենք։ Ես կարծում եմ, որ չկա մի կետ, որը որ մեզ խանգարում է, որ մենք մեր նորից եմ կրկնում, օրենքի շրջանակներում մենք մեր անելիքները անենք, բայց իրենք խնդիր ունեն դրա հետ։ Իրենք խնդիր ունեն հենց նրա հետ, որ մարդիկ կարող են դուրս գալ փողոցը եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել։ Ի վերջո այս մարդը այնքան ամեն օր հակահայ գործունեություն է ծավալում, որ ինքն էլ հասկանում է, որ ի վերջո այս ամեն ինչը կուտակվում է այս էներգիան
եւ մի օր կարող է պայթի եւ ինքը զրկվի իշխանությունից եւ սա խոսում է իր վախերի մասին։ Պարոն Դանիելյան, նաև կարճ անդրադառնանք, թե ինչ տվեց Թուրքիան նրա այցը, ինչպես ինքն էր նշում այդ հանդիպումից հետո, ասաց, որ իմ հանդիպումից չպետք է չափազանցված սպասելիքներ ունենալ։ Եթե այսպես հայտարարությունները համադրենք, ինչ տվեց մեզ հանդիպումը Թուրքիայում։ Նախ իր հայտարարությունը, որ Հայաստանը խոչընդոտ չէ մեծ Թուրանին, այսինքն Հայաստանը կարա մաս կազմի այդ թուրանական ծրագրի, հիշեցնեմ մեր հայրենակիցներին, որ ինչա նշանակում մեծ Թուրան ծրագիրը, դա Բոսֆոր Դարդանելի նեղուցից մինչև Ալթայի երկրամաս մեծ թուրանական պետության ստեղծումն է։ Օսմանյան կայսրության նոր Օսմանյան կայսրության ստեղծման գաղափարախոսությունն է, որը որ այս Թուրանի ճանապարհին Հայաստանը սեպա եւ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է Հայաստանի Հանրապետությունը նվիրաբերի մեծ թուրանական ծրագիր իրագործելու Միջին Ասիայով, կրկնում եմ Ալթայի երկրամասով մինչև Չինաստան ուйգուրներին միանալու եւ այդ Օսմանյան նոր կայսրության վերականգնելու ուղղությամբ իր պատրաստականությունը հայտնեց։ Սա կործանարար կլինի Հայաստանի Հանրապետության համար եւ Հայաստանի Հանրապետությունը ոտի տակը կկործանվի բառից բուն իմաստով դա մեր շահերին որևէ մի կերպ չի նպաստում եւ ես կրկնում եմ տարիներ շարունակ հենց մենք այդ պայքարը մղել ենք որպեսզի դա տեղի չունենա եւ այս առումով ինձ համար ապշեցնող էր որ ոնց կարող է Հայաստանի Հանրապետության ղեկավարը հայտարարի որ Հայաստանը կարա այդ Թուրանի մի մասը կազմի Էլի ուրիշ հայտարարություններ էր կան այնտեղ որ ինքը արել էր կապված նաև մեր հայրենակիցների հետ, որոնք որ Սփյուռքում են ապրում, ասելով որ Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում Սփյուռքի համար, այսինքն Սփյուռքից կարող ես գումարներ վերցնել, Սփյուռքից կարող ես ակնկալիքներ ունենալ Հայաստանի Հանրապետության ներդրումների, չգիտեմ, տարբեր Սփյուռքի կարևոր դերակատարների Հայաստանի Հանրապետությունը օգնելու, տնտեսությունը զարգացնելու, մշակույթը եւ այլը, բայց դու ասում ես դուք տվեք, բայց մենք ձեզ տալու, օգնելու, աջակցելու կամ առհասարակ դուք մեզ համար չկաք։ Ասում եմ, ինչի՞ ես Ուրուգվայի հայ համար պիտի պատասխանատվություն կրեմ։ Հայաստանը իր հայրենակիցների համար պետությունը պատասխանատվություն չի կրում, դուք մի հատ հրեայի իշխանավորի մի հատ տենց մի բառով այդ ձեզ պատասխանի, դες ինչ կդնեն այդ մարդու գլխին։ Այսինքն Բենյամին Նեթանյահուն հայտարարի, որ մենք տարբեր երկրներում ապրող հրեաների համար պատասխանատվություն չենք կրում։ Մի վարքյան հետո այդ պաշտոնի չի լինի։ Բայց այս մարդը էլի հակահայ հայտարարություններ է անում։ Բայց տարիների ընթացքում էս Հայաստանի Հանրապետության ուրեմն կայացման եւ զարգացման գործում ինչքան հայրենիներ են իրենց կյանքը նվիրաբերել, սկսած Արցախյան պատերազմից, մինչև Քրքորյան, Շարլ Անձնավուր, ուրեմն Սամվել Կարապետյան, այլ էլի բարեգործներ, դրանց թիվը շատ մեծ է։ Ինչ այդ մարդիկ կապ չունեն Հայաստանի Հանրապետության հետ։ Հա? Ես զարմանում եմ ապշելու մի բան է, սա սեպա խրում Հայաստան Սփյուռքեն երամիասնությունը, որ կար Հայաստան, Արցախ, Սփյուռք, հերթով այդ ամեն ինչը ջարդելով գնում է։ Սկզբից սկսեց Արցախից, Արցախի հարցը փակեց, խաչքաշեց, նվիրաբերեց, տվեց իր կիրթ ու կառուցողական Ալիևին, որ հիմա մեր պատմամշակութային կոթողներն ու սրբավայրերը ոչնչացնում է, դրա մասին ոչ մի խոսք։ Հետո ուրեմն սկսվեց արշավը Սփյուռքի դեմ, եկեղեցու դեմ, ինչ այդ հիմնասյուները որ կա, երկրի հիմնասյուները, այս մարդը քանդելով գնում է։ Ու որևէ հակազդեցության չհանդիպելով, թե հանրությունից, թե ընդդիմությունից։ Դե եթե ուրեմն մեր պայքարը դուք չեք համարում հակազդեցություն, դա ձեր հակազդեցությունը գուցե պարոն Դանիելյան, բայց մինչ օրս օրինակ հանրությունն էլ որքան իշխանությանն է քննադատում, այդքան էլ ընդդիմությանը, ու դուք էլ դա շատ լավ գիտեք։ Լավ կոչ եք անում։ Եկեք, մենք նենց չի որ քննադատության տեղ չունենք, մենք ամեն ինչ իդեալական ենք անում, բայց այդ հանրության յուրաքանչյուր ներկայացուցիչ պիտի պատասխանատվության չափը հասկանա։
ամեն մարդ պատասխանատու է այս երկրի համար։ Կլինի դա ուրեմն Սփյուռքից մեր հայրենակից, դա կլինի մեր Հայաստանի Հանրապետության շինական աշխատողը, որ օր ու գիշեր աշխատում, ամեն մեկը ունի իր պատասխանատվությունն ու պարտավորությունները։ Սա մեկ անձի, մեկ կուսակցության, մեկ անհատի գործ չի։ Սա վերաբերել է մեր ամբողջ ժողովրդին, նույն մեր արցախցի քույրը եղբայրները եւ Հայաստանի Հանրապետություն ապրող մեր հայրենակիցները այս վտանգներն ու այս ուրեմն խնդիրները որ կան, սա մեր բոլորիս վերաբերելի խնդիրն է եւ յուրաքանչյուր հայ պետք է անմասն չկազմի այս դիմադրությանը։ Եթե ինչ որ մի ժամանակ ուժերը չի հերիքել, կարծում եմ թե դուք էլ այս անգամ կհերիքի, կարծում եմ դուք էլ լուսաբանել եք մեր ամբողջ ընթացքը, չի եղել մի դեպք, մի բան, որ մենք ակտիվ առաջին գծում չպայքարենք մեր առողջության հաշվին, մեր անձի հաշվին, մեր ընտանիքները այսօր թիրախավորում են, անցած անգամ ձեր տաղավարում խոսում եք իմ ընտանիքի անդամների հետ կապված ուրեմն այդ բռնաճնշումները որ կա, հարկային տերորը, այս ամեն ինչ որ կատարվում է, ինչա սրանք հեչ բաներ են։ Իսկ այս անգամ որ նշեցիք ուժերը չեն բավականացրել, այս անգամ ըստ եթե նորից փողոցային պայքար սկսի, ուժերը կբավականացնեն։ Ես կարծում եմ որ ամեն ամիս էլ մարդիկ կան, որոնք որ արդեն հասկանում են, որ այլևս այս իշխանությունը չի սպասարկում հայկական շահը, սպասարկում է այլ օտար երկրների շահերն է սպասարկում եւ այս առումով կարծում եմ շատ ավելի մեծ համախմբում կլինի նա մանավանդ որ այս մարդը կպելա թե եկեղեցուն, կպելա թե մեր արժեքներին եւ ես հույս ունեմ, տեսեք նա Սամվել Կարապետյանի օրինակն էլ պատահական չէր, այդ մարդն էլ կանգնեց եկեղեցու կողքը ասելով որ ես պատրաստ եմ ֆինանսական կորուստներ ունենալ, պատրաստ եմ այդ բռնաճնշումներին դիմակայել, պատրաստ եմ անգամ գնամ նստել, որովհետև ես հայ եմ եւ իմ պարտականությունն է որպեսզի կանգնել եկեղեցու եւ իմ հայրենիքի կողքը։ Եվ այս առումով շատ կարեւոր է որ հայ մարդը կանգնի ոչ թե իր, այլ իր եկեղեցու եւ իր հայրենիքի կողքը։ Սա նեղ անձնական շահ չէ կրկնում եմ։ Սա հայրենիքի պետության հարցն է եւ յուրաքանչյուր ոք կլինի հայտնի գործարար, բարերար թե կրկնում եմ բանվորոշինական, պետքա սա կարողանա հասկանալ եւ ուրեմն իր անձնվիրության եւ իր ջանքերի շնորհիվ կարողանա այս կործանարան ընթացքը կասեցնել։ Նիկոլ Փաշինյանը համոզված է որ բոլորի հետևից էլ գնելու է, չի լինելու մեկը ում չթիրախավորի, ում ինչ որ մի պահի քրեական գործ չհարոցի կամ չփորձի վախեցնել կամ չփորձի ջարդել եւ առանձին վերցած իհարկե ինքը կարող է դա անել, բայց միասնության պարագայում իհարկե չի ստացվի ինձ։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Դանելյան։ Արգելի արժանապատվողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր հյուրը ազգային ժողովի պատգամավոր Գառնիկ Դանելյանն է, շնորհակալ եմ մեզ հետևելու համար։